Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշեկ Կիրակոսյանը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից և այս իրադարձության ֆոնին խոսակցություններ են շրջանառվում, որի համաձայն Հայաստանի Հանրապետությունը պատրաստվում է հետ կանչել Ադրբեջանի դեմ իր դատական հայցերը։ Փաշինյանը ինքն էր նախկինում ասել, որ նման բան հնարավոր է, այս տարբերակը ևս քննարկվում է։ Պարոն Ստեփանյան, ինչի կհանգեցնի այս քայլը, եթե դա իրապես տեղի ունենա։ Նախ կուզենայի նշել, որ ոչ միայն Փաշինյանը, բայց այլ նաև Հայաստանի Հանրապետության այլ պաշտոնյաներ, կոնկրետ նույն Ալեն Սիմոնյանը եւս տարբեր առիթներով սրա մասին խոսել են եւ կուզենայի նաև ընդգծել, որ սկսած առաջին պահից, երբ որ այս թեման սկսվեց քննարկվել կամ հրապարակային խոսվել Հայաստանի Հանրապետությունում, գրեթե բոլոր կամ ազդեցիկ իրավապաշտպան կազմակերպությունները Հայաստանի Հանրապետությունում այդ ահազանգը հնչեցրեցին, որ չի կարելի գնալ այդ քայլի, որովհետև գործ ունենք հարյուր հազարավոր մարդկանց իրավունքների հետ եւ դա չպետք է լինի սակարկման առարկա, դա պետք է առանձին լինի քաղաքական process-ներից, իրավական process-ը եւ չի կարելի թույլ տալ, որ հանցագործություն կատարած ժողովուրդը, պետությունը եւ ղեկավարությունը, դեմս նկատի ունեմ Ադրբեջանի, մնա անպատիժ։ Բայց մենք տեսնում ենք, որ այդ հայտարարությունները, ընդ որում եղել են հայտարարություններ նաեւ օրինակ Լեմկին ինստիտուտի կողմից եւ ոչ միայն հայաստանյան կամ հայկական կազմակերպությունները, նաեւ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների կողմից եւ տեսնում ենք, որ որևէ ձևով դա ազդեցություն այս պահի դրությամբ չի ունեցել։ Հիմա վերադառնալով հարցին, թե դա ինչ հետևանքներ կարող է ունենալ, հետևանքների մասին եւս խոսվել է մեր հայտարարությունների մեջ ու նշվել է, որ դա անդառնալի հետևանք է ունենալու Հայաստանի Հանրապետության համար մի քանիսը, մի քանի կոնկրետ բաների մասին խոսենք։ Առաջինը այն, որ այս պահի դրությամբ արցախցիների իրավունքների պաշտպանության, միջազգային հարթակում պաշտպանության երևի միակ եւ եզակի մեխանիզմներից մեկն է մնացել։ Եթե Հայաստանի Հանրապետությունը քաղաքական հարթակում չի խոսում արցախցիների իրավունքների մասին, ավելի մասնավորի վերադարձի իրավունքի, գույքային իրավունքների մասին, եւ միայն իրավական դաշտում է այս հարցերը քննարկման առարկա դեռևս, դրանցից հրաժարվելը նշանակում է դավաճանել, բառի բուն իմաստով դավաճանել 150,000 անձանց իրավունքներին եւ դեռ չկանգնել այն մարդկանց իրավունքներին, որոնց որ տարիներ շարունակ համարել ես, այսպես ասած, քո երաշխավորության ներքո։ Սա իրապես աբսուրդային իրավիճակ է եւ որևէ տրամաբանական մտքում չի կարող տեղավորվել նման վարքագիծը։ Երկրորդ, Հայաստանի Հանրապետությունը ոչ միայն արցախցիների երաշխավորն է, այլ նաև միջազգային հարաբերությունների, այդ թվում նաև իրավական առումով տարբեր կոնվենցիաների պատասխանատու անդամ է։ Այսինքն այն, որ պետությունը որոշակի քաղաքական պայմանավորվածությունների համար աչք է փակում, անտեսում է, հրաժարվում է պաշտպանել մարդու իրավունքները, սա արդեն Հայաստան պետության հեղինակության մասին է խոսելու։ Այսինքն միջազգային հարթակում Հայաստանը այլևս դիտվելու է որպես մի երկիր, որը չի հարգում մարդու իրավունքները, որը չունի այդ համարձակությունը, չունի այդ պատրաստակամությունը տեր կանգնելու մարդու իրավունքներին, մանավանդ այն պարագայում, երբ որ ինքը արդեն իսկ ֆիքսել է, որ խնդրահարույց է, այսինքն Ադրբեջանի կատարած գործողությունները եւ հիմա հրաժարվում է իր իսկ բերած հայցերից։ Սա զուտ հեղինակության առումով նաև Հայաստանի Հանրապետությանը շատ մեծ վնաս է հասցնելու։ Կարող ենք բազմաթիվ այլ հետևանքների մասին խոսել, բայց ամենավատը այս ամեն ինչի մեջ այն է, որ մեր բարձրաձայնած, մեր ահազանգները, մեր բարձրաձայնած խնդիրները ի վերջո տեղ չեն հասնում եւ որևէ ազդեցություն չեն ունենում Հայաստանի Հանրապետության իշխանությունների վրա։ Եվ ես չգիտեմ Եղիշեկ Կիրակոսյանի հրաժարականի պատճառը անմիջապես դա է թե ոչ, բայց ես համարում եմ, որ տրամաբանական կլինի մի մարդու կողմից, ով որ ջանք ու եռանդ են ներդրել, որպեսզի այդ հայցերը հաջողության որոշակի արդյունքներ արձանագրեն, իսկ այդպիսի արդյունքներ արձանագրվել են, եւ հիմա այդ մարդուն ասում են հրաժարվիր այդ հայցերից, պարզ է, որ մարդը տրամաբանորեն պետք է մերժի դա եւ չգնա այդ ճանապարհով։ Այս պահին մոտավորապես քանի հայց է ներկայացված Հայաստանի Հանրապետության կողմից Ադրբեջանի դեմ, մասնավորապես Արցախի համատեքստում, այսպես ասենք։ Արցախի համատեքստում ունենք 4 հայց ներկայացված, մեկը ուրեմն մարդու իրավունքների
ներողություն, 3-ը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, 1-ը ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանում։ Ընդ որում ներկայացված հայցերը գրեթե ամբողջությամբ, եթե ոչ ամբողջությամբ, փակում են բոլոր ժամանակահատվածները եւ 2020 թվականի պատերազմի ժամանակ Ադրբեջանի կողմից իրականացված հանցագործությունները եւ շրջափակման եւ էթնիկ զտման ժամանակ իրականացված հանցագործությունները եւ հայ ռազմագերիների եւ նրանց ուրեմն եւ անհետ կորած անձանց իրավունքների պաշտպանության հարցը սրանք մարդու իրավունքների եվրոպական դատարանում քննվող գործերի շրջանակներում են եւ ամենակարևոր հայցերից մեկը, որը որ քննության առարկա է ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանում, վերաբերում է ռասայական խտրականության բոլոր ձևերի դեմ վերացման կոնվենցիային, որում արդեն իսկ միջանկյալ միջոցներով արձանագրվել է, որ Ադրբեջանը որպես պետություն ռասայական խտրականություն է ցուցաբերել, դրսևորել հայ ժողովրդի նկատմամբ։ Այս մեկ հարց, այս մի հայցը շատ մեծ կարևորություն ունի, եթե վերջնական վճիռը կլինի դատարանի կողմից, որ կապացուցի, որ հայերը ռասայական խտրականության են ենթարկվել ադրբեջանական իշխանությունների կողմից, ուրեմն եւս մեկ անգամ դա գալու է պնդելու, որ ադրբեջանական հպատակության ներքո հայ ժողովրդի կյանքը ուղղակի անհնար է կազմակերպել եւ եթե ամեն ինչ այսպես չլիներ, դա շատ ուժեղ հիմք էր, օրինակ նույն ինքնորոշման իրավունքը առաջ մղելու համար։ Եվ կարծում եմ դեռևս լինելու է այդ հիմքը, եթե ասենք չհրաժարվի Հայաստանի Հանրապետությունը։ Եվ քանի դեռ դա տեղի չի ունեցել, ես կարծում եմ, որ պետք է հնարավորինս նաև տարբեր պետությունների միջոցով փորձել այդ ամեն ինչը կանխել։ Հիմա քննարկումներ կան իրավապաշտպան համայնքում, բայց գիտեք, մեր հնարավորությունները խիստ սահմանափակ են։ Սա ի վերջո միջազգային հարաբերությունների լիիրավ սուբյեկտները պետություններն են եւ ամենաբարձր պաշտպանություն կամ ամենամեծ հասանելիություն ունեցող սուբյեկտները հենց պետություններն են։ Այն ինչ որ մենք անում ենք կամ փորձում ենք անել, դրանք չնչին մասով կարող են փոխհատուցել մեղմել ընդհանուր իրավիճակը։ Եվ վերջին հարցը, եթե մենք կամ ինչ-որ հրաշքով նաև Ադրբեջանը հրաժարվի Հայաստանի դեմ դատական հայցերից, Հայաստան-Ադրբեջանի, Ադրբեջանը-Հայաստանի, արդյոք դա նշանակում է, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դատական գործընթացը տրամագծորեն կարող է փոխվել եւ ընթանալ Հայաստանի դեմ մեղադրանքներից դուրս։ Ես չեմ կարծում, դրանք իրար հետ կապակցված չեն, նախ հաշվի առնենք, որ Ադրբեջանում իրականացվող է դատական ֆարսը հենց ամենաուղիղ, ամենասուր անկյունով ուղղված է Հայաստանի Հանրապետության դեմ եւ նաեւ դրա մասին են վկայում կծկտուր տեղեկատվական դաշտ նետվող այդ ցուցմունքները, այսպես կոչված ցուցմունքները, որոնք իրավաբանական տեսանկյունից որևէ կշիռ իրենցից չեն ներկայացնում, բայց հրաժարվելով հայցից Հայաստանի դեմ նախ նշենք, որ միջազգային դատարաններում Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ հարուցված հայցերը որևէ հեռանկար չունեցող հայցեր են։ Այսինքն դրանք ըստ էության միշտ բերվել են որպես հայելային պատասխան Ադրբեջանի կողմից, սա պետք է եւս ֆիքսենք, օրինակ նույն Մարդու իրավունքների եվրոպական դատարանում կամ ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանում Ադրբեջանի բերած հայցերը ուսումնասիրեք, կհասկանաք, որ դա ուղղակի պատասխան է, հակակշիռ ստեղծելու համար է արված։ Իսկ ինչ վերաբերում է, եթե հանկարծ, ինչպես դուք եք ասում, եւ Ադրբեջանը եւ Հայաստանը հրաժարվեն, ես միանշանակ վստահ եմ, որ Ադրբեջանը Ադրբեջանի ներսում շարունակելու է այդ դատավարությունները եւ շարունակելու է այդ դատավարությունների միջոցով բոլոր սլաքները էլի ուղղել Հայաստանի Հանրապետության կողմ, որևէ ձևով չի հրաժարվելու իր այս քաղաքականությունից։ Սրանք իրար հետ փոխկապակցելը ես տրամաբանական չեմ համարում։